Պարոն Օհանյան, հանրային հեռուստաընկերության եթերում Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ եթե Հիտլերը գրավեր Թուրքիան, ավելի ճիշտ պլաններ ուներ Թուրքիան գրավելու եւ մեծ Հայաստան, միասնական Հայաստան ստեղծելու, բայց Ստալինինգրադի ճակատամարտի պատճառով չկարողացավ։ Ձեր կարծիքով իշխանությունները եւ նրանց կից մարդիկ, նրանց աջակցող մարդիկ ինչու են ուզում հայրենական պատերազմը արժեզրկել եւ ինչ կապ ունեն հայ ժողովուրդը հայրենական պատերազմի հետ։ Տեսեք, մեր նորօրյա պատմության ընթացքում մենք ունեցել ենք բավականին արժեքներ, այդ արժեքներից է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, Արցախի Հանրապետության ինքնորոշումը, բանակը, եկեղեցին եւ այս իշխանությունները գալով կարելի ասել որակազրկել են բոլոր այդ արժեքները եւ նաեւ գոյություն ունեցող նախկինում թերությունները բազմապատկել են նույն եւ այլ բազմաթիվ պատճառներով։ Հիմա այս կեղծ ուրեմն իրական պատմական Հայաստան շրջանակներում իրենք որոշել են նաեւ արժեզրկեն այն հաղթանակը, որ տարել են մեր պապերը, մեր հայրերը, մեր նախնիները, որոնք որ մաս են եղել խորհրդային միության եւ ակնհայտ է, որ խորհրդային բանակի, կարմիր բանակի կազմում մարտնչելով ոչ միայն զինվորներով, մարտավարական օղակի հրամանատարներով, այլ նաեւ ռազմավարական օղակի նաեւ ռազմավար գեներալներով, մարշալներով ունեցել ենք հաղթանակներ եւ ակնհայտ է, որ այդ հաղթանակը մանավանդ Ստալինգրադի ճակատամարտում բեկում է մտցրել հայրենական մեծ պատերազմում եւ այն թեզերը, թե եթե Ստալինգրադյան ճակատամարտում ասենք Գերմանիան հաղթեր, ապա նրանք կարող էին մեզ աջակցել մեր պապական հողերը, մեծ Հայաստան կերտելու, դա ես գտնում եմ, որ ճիշտ չէ, ես պատմաբան չեմ, բայց լսելով շատ պատմաբանների եւ նաեւ իմանալով ովքեր են մեր տարածաշրջանում մեր ողերի այսպես թշնամիները, Թուրքիան, Ադրբեջանը, ես չեմ կարծում, թե Թուրքիան կարող էր թույլ տալ, որը որ նաև նույն Գերմանիայի դաշնակիցն էր պատերազմում, որ Հայաստանը լինի անկախ եւ հզոր։ Իրենք հակասություններ են մտցնում իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի, փորձելով որպեսզի արդարացնեն այն, ինչ որ այսօր է տեղի ունենում, բայց իրականում մենք առանց մեր պատմության, առանց մեր այն գեների եւ այն բոլոր իրադարձությունների, որոնք որ մեզ հայրենասիրություն են տվել, որոնք որ մեր պատմության ընթացքում մեզ արժանինքներ են բերել, առանց ուսումնասիրելու այն թերությունները, որոնք որ եղել են, մենք այսօրվա իրականությունը չենք կարող կերտել։ Եվ կարծում եմ, որ իրական եւ պատմական Հայաստան հակադրման թեզն է, որը որ կեղծ այսօրվա կեղծ օրակարգ է, որովհետև նույն հայրենական պատերազմում մեր պապերի, մեր նախնիներից ստացած քաջագործություններով տոգորված ենք մենք կարողացել նաև Արցախյան առաջի պատերազմում հաղթանակ տանել։